Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես ոչ թե խախտելով, այլ լրացնելով մեր ամեն երեքշաբթի օրվա թեմատիկ զրույցների շարքը հանդես եմ գալիս այս անգամ արտահերթ թեմատիկ զրույցով պայմանավորված օրվա խորհրդի հետ։ Վաղը մարտի 8-ն է, ինչը մեր պետական տոնացույցում ներառված է իբրև կանանց տոն, որը նշվում է նաև աշխարհի շատ երկրներում։ Եվ քանի որ վաղը իմ կարծիքով պետք չէր այս թեմայով խոսել, ես այսօր ուզում եմ այս թեմատիկ զրույցով դասակարգել կանանց, նրանց, ովքեր որ արժանի են մեր սիրուն, մեր ուշադրությանը, մեր գնահատանքին, մեր հոգացությանը և կանայք, ովքեր արժանի են միայն պարսավանքի և ատելության։ Առանձնացնենք այս խմբին, որովհետև իմ կարծիքով չի կարելի բոլորին նույն աչքով նայել և նույն կերպ վերաբերվել։ Այս թեմատիկ զրույցը Facebook-յան ուղիղ եթերի հետ միասին հեռարձակվում է նաև ավանդույթի համաձայն, ինչպես մյուս թեմատիկ զրույցները 168 AM լրատվական կայքի YouTube-յան ալիքում, մեր գործընկերները քիչ անց կմիանան մեզ, և նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այլ լրատվամիջոցների, ովքեր հետագայում են տարածում իրենց YouTube-յան հաշիվների վրա այս տեսանյութերը։ Իսկ հիմա մեզ դիտողներին ես կխնդրեմ հնարավորության դեպքում տարածել իրենց էջերում կամ Facebook-յան խմբերում, որպեսզի հասանելիությունը և տարածումը ավելի մեծ լինի։ Առհասարակ կնոջ նկատմամբ կա դրական ընկալում և դրական վերաբերմունք։ Ցանկացած տղամարդ, ով սիրում է կանանց, իր մայրիկին, իր քույրիկներին, իր տիկնոջը, իր դուստրերին, շրջապատի կանանց, նա գնահատվում է և ամենաբարձր հատկանիշներով, որովհետև տղամարդ հենց կնոջը սիրելու համար է ստեղծված։ Բայց արդյոք բոլոր կանայք են արժանի մեր սիրուն և ուշադրությանը։ Կանայք նույնպես կարող են լինել չարորակ, այսինքն չար և անորակ։ Եվ այս թեմատիկ զրույցը հենց ուզում եմ նվիրել դրանց, որովհետև մարտի 8-ը կանանց տոնն է, իսկ մարտի 7-ին խոսենք չարորակ կանանց մասին, չարերի և անորակների, որովհետև նրանք չեն կարող ունենալ այն վերաբերմունքը, որը ունեցել են այն մայրերը, ովքեր հերոսներ են ծնել, այն մայրերը, ովքեր նվիրվել են իրենց զավակներին, իրենց ընտանիքներին, ովքեր շրջապատին տվել են հրաշալի զավակներ։ Նրանց մասին են մեր պոետների բանաստեղծությունները, նրանց մասին են ամենագեղեցիկ երգերը, ասույթները, և նրանց ոչ մի կերպ դա չպետք է վերաբերվի անորակներին ու չարորակներին։ Ես նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող կանայք մի անգամ այդպես գրառում էլ է արել, չափազանց տգեղ են։ Ես ասում եմ, միգուցե բրիտանացի գիտնականները մի օր մի ուսումնասիրություն անեն և պարզեն, թե սրանք ինչի են այդքան գեշ, բառի բուն և 7-րդ տառով գեշ։ Ես կարծում եմ, այդ հետազոտությունը կարվի, բայց իմ տպավորությամբ դա նրանց հոգու տգեղությունն է, որ արտահայտվում է նրանց դեմքի վրա։ Եվ ես ուզում եմ առանձնացնել այդ կանանց, որոնց ցանկը անշուշտ գլխավորում է վարչապետի կինը, Աննա Հակոբյանը։ Ավելի մեծ ցինիզմ մարդկության մեջ ես չեմ տեսել, քան այդ կնոջ վարքագծում։ Ես չգիտեմ, արդյոք գոյություն ունի բնության մեջ երկրորդ կինը, որը այն դեպքում, երբ որ իմանում է, որ Շուշիի մատույցներում ադրբեջանցի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը և հնարավորություն չեն տալիս արցախահայությանը կապ հաստատել մայր հայրենիքի հետ,
հենց այդ նույն օրը, նույն պահին ինքը տեսանյութ հրապարակի իր ինստագրամյան էջում, որտեղ կառավարական ամառանոցում, որը պահվում է այս ժողովրդի, այս շրջափակման մեջ գտնվող ժողովրդի հաշվին, հրապարակի մի տեսանյութ, որտեղ վարվում է Բուխարի, մոմեր, եւ ինքը անհոգ նայում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ճիշտ այնպես, ինչպես այդ առաջնության խաղն էին նայում ադրբեջանցի բնապահպանները Շուշիի մատույցներում։ Կա արդյոք հետաքրքիր մի կին, որը իր լայն ժպիտով իր դուստրերի հետ լուսանկարներ հրապարակի այն ժամանակ, այն օրը, երբ տարածվում է Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգության մասին բոթը, Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը խաղաղ պայմաններում։ Դա ոչ մի կնոջ, ոչ մի մարդու գիտակցական վարքագիծ չի կարող լինել։ Եվ պարզում է, որ դա վերաբերում է այն կնոջը, որը պատերազմից առաջ մի կողմից հագնում էր զինվորական համազգեստ եւ այցելում էր առաջնագծի զորամասեր, ոչ միայն իր ամուսնու ուղեկցությամբ, այլև առանձին, ով որ պատերազմից ընդամենը 1 ամիս առաջ զինվորական համազգեստով անհասկանալի կանանց հետ հենց Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում կրակային պատրաստություն էր անցնում, միաժամանակ նաև 2019 թվականին խորհրդանշական մի ակցիա էր նախաձեռնել Արցախի պաշտպանության բանակի առաջնագծում կանայք հանուն խաղաղության վերտառությամբ եւ կոչ էր անում, որպիսի զենքն ու փամփուշտները ձուլվեն ու դրանից կանացի զարդեր պատրաստվեն։ Այս կինն է հրավիրել Ադրբեջանի նախագահի տիկնոջը Մեհրիբան Ալիևային Շուշի մուղամ լսելու եւ թեյ խմելու։ Ցավոք սրտի 2020 թվականի պատերազմից հետո այդ Շուշիի մատույցներում մեր զոհված զինծառայողների մարմինները տեսնելուց հետո մենք նաև տեսանք ադրբեջանական մուղամի փառատոնը Շուշիում եւ Իլհամ Ալիևի նրա տիկնոջ, նրա դստեր թեյախմությունը, որին չգիտես ինչի Աննա Հակոբյանը չէր մասնակցում։ Իսկ հետպատերազմյան շրջանում նա արդեն Ալբերտ Էյնշտեյնի նկարով շապիկներ էր կրում եւ տեքստեր հրապարակում, թե ինչ պետք է վերցնեն մարդիկ իրանց հետ գաղթի ճամփան բռնելուց։ Հետաքրքիր զուգադիպությամբ դա Արցախի բռնի տեղահանությունից ընդամենը մի քանի օր առաջ էր եւ նշանային մի հսկայական համակարգով ներկայացնել այն ողբերգությունները, որոնք ոչ միայն պատել են մեր ժողովրդին, այլև դեռ սպասում են մեզ։ Աննա Վարդապետյան, ինչպես կարող է այս կինը դասակարգվել այլ կանանց շարքին, ովքեր արժանի են հարգանքի եւ ուշադրության։ Աննա Վարդապետյանը, որը զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը, մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը եղել է վարչապետի օգնական։ 1 օր չի աշխատել դատախազությունում այդ կարևորագույն սահմանադրական կառույցը գլխավորելուց առաջ։ Եվ այդ առաքելությունը ստանձնելուց միայն 1 գլխավոր նպատակ ունի՝ կոծկել այն հանցագործությունները, որը կատարում է իր ամիջական երբեմնի ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ նրա հանցախմբի անդամները, եւ այդպես էլ չնայած բազմաթիվ դիմումների, բազմաթիվ բողոքների, հանցագործությունների մասին հաղորդումների, այդպես էլ չի նախաձեռնում քրեական վարույթներ իր լիազորությունների կատարման համար։ Ով է նա, եթե ոչ այդ հանցախմբի մի մասնակից։ Եվ արդյոք նրան վերաբերելի է կանանց տոնը եւ կանանց հետ կապված որևէ մի բան։
ինչքան էլ ուզում է ինքը կեղծ բարերար ձևանա եւ ամանորին ընթառաջ դատախազության ողջ ղեկավար կազմի հետ միասին այցելի սահմանափակ ունակություններով երեխաների մանկատուն, դա ընդամենը խտացնում է նրա բացասական կերպարը, որովհետև նա այդպիսի առաքելություն երբեք չի արել մինչև գլխավոր դատախազ լինելը։ Նրա բարեգործական ձեռնարկների մասին մինչև պաշտոնատար լինելը ոչ ոք չի լսել։ Եվ ահա այս թույլ, անպաշտպան, անօգնական երեխաների հանգամանքը սեփական կերպարի կերտման վրա ծառայեցնելը եւ այդ տեսանյութերն ու հաղորդագրությունները դատախազության պաշտոնական կայքից հրապարակելը, որը որևէ առնչություն չունի այդ մարմնի ֆունկցիոնալ գործունեության հետ, միայն նրա բացասական հատկանիշների վկայությունն են։ Այդ կինը չի կարող հավասարվել մեզ համար սիրելի եւ պաշտելի կանանց հետ։ Նա միայն ասոցացվելու է մեր ժողովրդի թշնամիների եւ դավաճանների կանանց հետ։ Անահիտ Մանասյան, մարդու իրավունքների պաշտպան, դատախազի ընկերուհի, որի պաշտոնական կարիերան պայմանավորված է միայն հենց այդ հանգամանքով։ 2022 թվականի նոյեմբերին նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ մեկ օր անգամ դատախազության համակարգում չաշխատելով եւ միայն այն պահին, երբ որ ընդդիմություն առաջադրում է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, համաձայնվում է դառնալ իշխանական թեկնածուն, չհամապատասխանելով սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի պահանջներին։ Եվ ինչ է իրականացրել նա իր առաքելության մեջ։ Ում իրավունքներն է պաշտպանել։ Այն կանանց Տաթև Արցախցու, որը անչափահաս երեխաների մայր էր եւ հանիրավի գտնվում էր կալանքի տակ, միայն իր պատերազմի մասնակցած եղբոր զոհված եղբոր խորհրդով, որ պաշտպանում է իր հայրենիքը, ընդամենը իր պարզ մաքուր միամիտ խոսքով, այդ կնոջը կալանավորելու ժամանակահատվածում լուր մնացած մարդու իրավունքների պաշտպանը կին կոչվելու իրավունք ունի, ես չեմ կարծում, որ նա այդ իրավունք ունի։ Դա վերաբերում է նաև նրանից առաջ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարած եւ հիմա անհասկանալիորեն արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարող Քրիստինե Գրիգորյանին, որը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական է ներկայացրել, չնայած պարտավոր էր ծառայել սահմանադրությամբ սահմանված ժամկետում, այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել հենց այդ նույն Ազատ գյուղի կացարանում տեղի ունեցած ողբերգությունից 3 օր հետո։ Այսինքն փոխարենը պատասխանատվություն ունենար զբաղվելու այդ ողբերգության հանգամանքները պարզելու զոհված զինծառայողների, ծնողների, հարազատների, իրավունքների պաշտպանության հարցերով հրաժարական ներկայացրեց ընդամենը մեկ պատճառաբանությամբ՝ իր համար ավելի նախընտրելի աշխատանքի անցնելու նպատակով։ Արդյոք հարգանքի, ուշադրության, սիրոյեն արժանի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում երբևէ նախարարների պաշտոններ զբաղեցրած կանայք, դրանցից են Զարուհի Բաթոյանը, որ հիմա դարձել ազգային ժողովի պատգամավոր, Մանեթ Հանդիլյան, Անահիտ Ավանեսյան, COVID-ի ժամանակաշրջանի երկրորդ պատասխանատուն, մասնագիտությամբ իրավաբան, որի պաշտոնավարման շրջանի ամենամեծ ձեռքբերումը Մարտունու բժշկական կենտրոնում ստեղծված խայտառակ կոռուպցիոն սկանդալային պատմությունն է, որի պատասխանատվությունից միայն խուսափում է Նիկոլ Փաշինյանի ռեժիմին ծառայելու նպատակով։ Ժաննա Անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար, որը հիշվելու է այլևս հայ ժողովրդի պատմության մեջ հայ եկեղեցու պատմությունը
մեր դպրոցական ծրագրերից հանելու, հայոց լեզուն բուհական ընդունելության առարկայական պարտադիր քննացանկից հանելու, գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մտադրության, բազմաթիվ դպրոցները փակելու, աշակերտական դասագրքերի բովանդակությունը խեղելու, ընդհանրապես քաղաքական որոշումներով հայ ժողովրդի պատմությունը Հայաստանի պատմություն վերանվանելու, դպրոցներում մեր Արցախյան պատերազմի երևելի գործիչների, ազատամարտիկների, զինվորականների պատկերներով փառքի անկյունները հեռացնելու, ադրբեջաներենը եւ թուրքերենը որպես դասընթաց դպրոցներ ներմուծելու, Հայաստանի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատությունները փակելու իր մտադրության եւ երբեմն ցավոք սրտի ճակերտավոր հաջողությունների մասին։ Այս եթերից առաջ ընդամենը ես հանդիպեցի Ժողովուրդ օրաթերթի այսօրվա հրապարակումը, որով որ խոսում է, որ Հայաստանում մտադիր են թողնել ընդամենը 1, 2, 3, 4, 5 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ակադեմիական քաղաք անվան տակ առաջիկա ժամանակաշրջանում ըստ այդ հրապարակման մտադիր են փակել հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, ինչպես նաև գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները, այսպես ասած վերամիավորումների արդյունքում, երբ որ տասնամյակների ընթացքում Հայաստանում Երևանի պետական համալսարանի բազայի վրա ստեղծվել էին մի քանի տասնյակ միայն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, մասնագիտացված բուհեր, բժշկագիտության, տնտեսագիտության, արվեստների, ճարտարագիտության, ճարտարապետաշինարարության եւ այլ բնագավառներում։ Եվ հիմա սրանք ընդամենը մի բան են կարողանում անել՝ փակել բուհերը, զրկել մեր քաղաքացիներին կրթված լինելու հնարավորությունից։ Իդեպ այս արհավիրքը վերաբերելի է նաև բոլոր մարզային բուհերին եւ բոլոր բուհերի մարզային մասնաճյուղերին։ Եվ դրա առաջին զոհը դարձավ հենց այն համասարանական մասնաճյուղը, որը ստեղծվել էր հատկապես իմ ջանքերով, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, որի առաջի տնօրենը լինելու պատիվն ու երջանկությունը ինձ էր վերապահված։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները արդյոք արժանի են կին պատգամավորները նույն ձևով կանանց տոնին, ինչպես որ մյուս բոլոր կանայք։ Այդ խմբակցությունը մի դեպ վերջերս մեկի նախարար դառնալուց հետո 70 հոգուց 26-ը, այսինքն շուրջ 37%-ը կանայք են։ Ու ինչն է հետաքրքիր։ Այդ 26-ից 9-ը ամուսնացած չեն։ 5 երեխա ունեն, ամուսին չունեն։ Բոլորը գրեթե երիտասարդ տարիքի։ Հետաքրքիր է, որ այդ խմբակցությունում կան նաև բազմաթիվ չամուսնացած երիտասարդ պատգամավորներ։ Ես մի անգամ մի սոցիոլոգի, իմ ընկեր սոցիոլոգներից մեկին իր գրքի շնորհանդեսի ժամանակ հարց է ուղղել, թե սրանք իրար ինչի չեն առնում։ Նույն խմբակցությունում աշխատող պատգամավորներ են, ոչ տղաներն են ամուսնացած, ոչ կանայք։ Սրանք իրար հետ ինչի չեն ամուսնանում, նույնիսկ իրենք իրար հետ։ Սրանց մեծ մասի անունները որ թվարկեմ, մեզանից ոչ ոք անգամ չի լսե։ Ես ինքս որ ակտիվ հասարակական կյանքով ապրող մարդ եմ, հետևում եմ լրահոսին, քաղաքական իրադարձություններին, զարգացումներին, կարդում եմ հայտարարությունները, հետևում եմ պարլամենտի աշխատանքին։ Ես չեմ լսի, ասենք օրինակ Մերի Գալստյանի անունը, Հռիփսիմե Գրիգորյան, Տաթևիկ Գասպարյան, Գայանե Եղազարյան, Լիլիթ Կիրակոսյան, Հռիփսիմե Հունանյան, Ալխաս Ղազարյան։ Հասկանում եք, մարդիկ են սրանք։ Սրանք հլու ուտեն շարք կա։ Լիլիթ Մինասյան, Էմմա Պալյան, որի մասին է որ լսում ենք, միայն սկանդալով պայմանավորված, ասենք օրինակ Էմմա Պալյանի մասին մենք իմացանք միայն այն ժամանակ, երբ որ պարզվեց, որ
իր ամուսինը իր օգնականն է ազգային ժողովում։ Ստե մեկը կար, ուրեմն Հասմիկ Հակոբյան, եղել է Ալեն Սիմոնյանի օգնականը նախորդ գումարման ազգային ժողովում, հիմա դառել է ազգային ժողովի պատգամավոր։ Մեկը կա, ուրեմն Մարիամ Պողոսյան, եղել է նախորդ գումարման ազգային ժողովում Լիլիթ Մակունցի օգնականը, հիմա դառել է ազգային ժողովի պատգամավոր։ Որին է որ ճանաչում ենք սկանդալ, ասենք օրինակ Լենա Նազարյան, պատգամավոր են ամուսիններով, եւ ինքը եւ ամուսինը։ Նախորդ գումարման ազգային ժողովում ազգային ժողովի փոխնախագահ։ Ընդգրկված է Աննա Հակոբյանի հիմնադրած Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Եվ քանի դեռ ինքը Երևանի ավականու անդամ էր, նամակ է գրել ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի պարզեն Երևան հիմնադրամում 50,000 դրամից ավել նվիրատվություններ կատարած սուբյեկտների ցանկը, որովհետև ինքը դրա մեջ կոռուպցիոն ռիսկեր է նկատել։ Բայց ինքը կոռուպցիոն ռիսկեր չի նկատում Իմ քայլը հիմնադրամում, որտեղ մի տարվա ընթացքում լինում է ընդամենը $301,000 նվիրատվություն, որից 300,000-ը անում է մեկ հոգի եւ դա էլ անանուն։ Եվ ինքը լինելով այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային անվտանգության ծառայություն նամակ չի գրում։ Թե ոնց է ստացվում, որ վարչապետի տիկնոջը պատկանող հիմնադրամում լինում է $300,000 անանուն ներդրող։ Եվ դա միայն մեկ տարվան չի, որ վերաբերվում է։ Մարիամ Քրիստինե Պողոսյան, Արուսյակ Ջուլալյան, Լիլիթ Ստեփանյան, Ծովինար Վարդանյան, Հերիկնաս Տիգրանյան, Լուլու, Անուշ Քլոյան, սա պատգամավոր է դարձել Երևանի ավականու անդամից։ Իսկ Երևանի ավականու անդամը դարձել միայն այն բանի համար, որ իր եղբայրը զոհվել է 2008 թվականի մարտի 1-ին։ Նայում ես սրանց կենսագրությունները, մեծ մասի կենսագրության գլխավոր իրադարձությունը մինչև 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը այն է, որ իրանք ծնվել են։ Եվ պարզվում է, որ սրանք տնօրինում են մեր ժողովրդի ճակատագիրը եւ հանդիսանում են մեր մի քանի միլիոն ժողովրդի ընդամենը 107 հոգանոց ներկայացուցիչներից մեկը։ Եվ նրանք ոչնչով չզբաղվելով ընդամենը մեկ առաքելություն ունեն իրենց վրա դրած։ Ամեն ամիս ստանան մոտավորապես ընդհանուր հաշվարկով ըստ իրենց գույքի եւ կամուտների հայտարարագրի միջինում մոտավորապես 1 միլիոն, երբեմն դրանից ավելի մեծ չափի աշխատավարձ, շրջագային աշխարհով մեր գործուղումների գնան մեր հանրային միջոցների հաշվին եւ ընդամենը լուր, հանգիստ, սուսուփուս իրենց համար անկյունում նստած քվեարկեն մեկ SMS հաղորդագրությամբ ստացված հանձնարարականին համապատասխան։ Եվ ինչ է, այս կանանց մենք պետք է սովորական կնոջ պես վերաբերվենք եւ շնորհավորենք նրանց մարտի 8-ի կանանց տոնի առիթով, ոչ մի պարագայում։ Սա վերաբերում է նաեւ այն դատավոր կանանց, ովքեր որ կատարում են այս իշխանությունների պահանջները, օրինակ Սահմանադրական դատանի դատավոր Սեդա Սաֆարյանի, որը մինչև դատավոր դառնալը, բացի դրանից, որ մարտի 1-ի գործ կոչվածով հանդիսանում էր փաստաբան, շարունակելով ՍԴ-ի մեկ այլ դատավոր Վահե Գրիգորյանի առաքելությունը, այլև ընդամենը 2021 թվականին Արման Բաբաջանյանի գլխավորած քաղաքական ուժում հանդիսանում էր պատգամավորի թեկնածու, քաղաքական գործիչ։ Եվ հիմա ինչ, մենք պետք է ակնկալենք, որ այս կինը պետք է իրականացնի սահմանադրական արդարադատություն եւ փոխարինի այնպիսի արժանավոր կանանց սահմանադրական դատանում, ինչպիսիք էին Ալվինա Գյուլումյանն ու Արևիկ Պետրոսյանը, ոչ մի պարագայում սրանք չեն կարող համեմատվել արժանավոր կանանց հետ։ Հետաքրքիր է նաեւ կին դեսպանները, հատկապես Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Ես չեմ ուզում իհարկե
անձնական բաղադրիչի վրա անդրադարձ կատարել, բայց խնդրում եմ մի հատ մտեք despan.am կայքը եւ նայեք սրանց կենսագրությունները։ Ես կթվարկեմ միայն նրանց անունները. Աննա Աղաջանյան, Ծովինար Համբարձումյան, Անահիտ Հարությունյան, Կանադայում Հայաստանի դեսպանն, Լիլիթ Մակունց, Հասմիկ Տոլմաջյան։ Նայեք սրանց կենսագրությունները եւ տեսեք թե ովքեր են բոլոր կանանցից համաձայնել ծառայել ադրբեջանա-թուրքական այս դավաճանական ռեժիմին։ Նրանցից ոմանք առհասարակ մինչև պաշտոնի նշանակվելը դիվանագիտական աշխատանքի փորձառություն չեն ունեցել։ Կարիերային դիվանագետներ չեն եղել, ինչպես որ խոստացել էր նշանակել այդպիսիքներին Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը միայն Լիլիթ Մակունցի մասին չի։ Դիվանագիտական աշխատանքի փորձ չի ունեցել նաև Ծովինար Համբարձումյանը, ով Իտալիայում է հիմա Հայաստանի դեսպան, սակայն մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ Առանց որևէ արժանինքների, իսկ Հասմիկ Տոլմաջյանը նրա միակ արժանինքը թերևս ֆրանսերենի իմացությունն է, ֆրանսերենի թարգմանչուհի։ Դեռ 2018 թվականից էր նշանակվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, վաղուց անցել օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը, բայց նա մնացել է իր առաքելության վայրում, միայն այն բանի համար, որ ոչ միայն ծառայում ադրբեջանա-թուրքական ռեժիմին, այլ օգնում է տիկին Աննա Հակոբյանին Փարիզում գնումներ կատարելուց եւ օգնում է բառի բուն իմաստով, նաեւ գնումների մի մասը վերցնելով իր բյուջեի վրա, ազատելով վարչապետի ընտանիքին ֆինանսական ծանրաբեռնվածությունից։ Պաշտոնյաների կանայք գրեթե տեսադաշտից անհետացել է նախագահի կինը, որին մենք վերջին անգամ տեսել ենք միայն նրա երկնակալության արարողության ժամանակ։ Բայց դրա փոխարեն անհարկի պետական գործերի միջամտության ազդեցություն ունի, արդեն խոսեցինք Աննա Հակոբյանը։ Ալեն Սիմոնյանի կինը, որը ղեկավարում է Free News լրատվական գործակալությունը, խմբագիրն է հանդիսանում, նրա իդեալը թերևս Աննա Հակոբյանն է, որը միաժամանակ հանդիսանում է հայկական ժամանակ լրատվական կայքի խմբագիր, այսինքն ամուսինները զբաղեցնում են քաղաքական պաշտոններ, իսկ կանայք իրականացնում են նրանց PR սպասարկումը անհասկանալի ֆինանսական հոսքերով եւ միջոցներով։ Արադ Միրզոյանի կինը, որը երկար ժամանակ է կորել է տեսադաշտից, պարզվում է, որ ունի հստակ պատճառները։ Նրա քույրը իմ տեղեկություններով վերջերս նշանակվել է Տարոն հեկերի կամ Global Contour, ուրեմն կասկադի հեկերի գլխավոր տնօրեն։ Այս ընկերության մասին ես ինտերնետից գտա 2019 թվականի մի հաղորդագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այդ ընկերության Contour Global Hydrocascade ընկերության ղեկավարի հետ։ Սա ամենախոշոր ամերիկյան ներդրումներից մեկն է Հայաստանում։ Հետաքրքիր է, չէ՞, ասենք օրինակ ամերիկյան ամենախոշոր ընկերություններից մեկը Հայաստանում գործող իր ընկերության տնօրենի պաշտոնը ինչի է վստահե Հայաստանի արտաքին գործերի նախարարի քենուն։ Իմ տրամաբանությամբ դա մարդուն փող տալու շատ լավ եւ առաջի հայացքից օրինական մեխանիզմ է։ Միգուցե դա է գործադրվե այս իշխանությունների գործունեության ամբողջ պերճանքը բացահայտելու համար, սիրելի հայրենակիցներ, մեզ պետք է ընդամենը մի փոքր իշխանափոխություն։ Մի փոքր իշխանափոխություն պարզելու համար այն բոլոր հանգամանքներն ու մանրամասները, որոնք կապված են այն հսկայական կորուստների հետ, որոնց դարձել են սրանց հարստության, անձնական բարեկեցության, ցոփ ու շվայտ կյանքի աղբյուրը։ Բայց նրանք ինչով են խաբում մեր հասարակությանը։ Կանանց դերը հասարակության մեջ, կանայք ոստիկանությունում։ Բոլորովին վերջերս տես մի
Խորհրդաժողով է կազմակերպվել Երևանի Մայրոտ Արմենիա հյուրանոցում ներքին գործերի նախարարի, նրա տեղակալների, ոստիկանապետի, բարձրաստիճան ոստիկանների մասնակցությամբ, դա ահա տեսեք ոստիկանությունում կանայք են ծառայում։ Այդ երբ դա չի եղել։ Երբ դա չի եղել։ Ընդամենը պրոպագանդա, ընդամենը քարոզչություն, որ իբր թե կնոջ դերն են հասարակության մեջ արժևորում։ Այն նույն մարդիկ, այն նույն ոստիկանները, ովքեր Եռաբլուրի Փառքի Պանթեոնում ֆիզիկական դաժան բռնությամբ ապօրինի գործողություններով զոհված զինծառայողների մայրիկներին էին ծեծում իրենց զավակների գերեզմանների մոտ։ Այս ոստիկանությունում պարզվում է կանայք են ծառայում, եւ մենք պետք է նրանց նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերենք։ Կանայք բանակում այս ծաղրը, որի հիմքը դրել է Աննա Հակոբյանը դեռևս պատերազմի օրերին, ստեղծելով ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունեցող, բացարձակ պրոպագանդայի վրա հիմնված էռատո կանանց կամավորական ջոկատը։ Դրանից հետո նայեք պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։ Բոլորովին վերջերս ևս մեկ տեսաֆիլմ, ինչպես է անցնում կանանց առօրյան բանակում։ Ստեղծել են պայմանագրայինների մի վաշտ, ընդամենը մի փոքրիկ, եթե չեմ սխալվում 50 թե 60 հոգուց կազմված մի միավոր։ Հատկացրել են մի նորակառույց հսկայական շենք։ Ինչ պիտի անի կինը բանակում։ Ոնց կարողանա լուծի մարտական խնդիր։ Բայց ո՞րն է դրա նպատակը։ Բարոյալքել բանակը, բարոյալքել իրական սպաներին, զինծառայողներին ասելով, որ այ դուք չեք կարողանում պաշտպանել մեր երկիրը, ստիպված կանայք են դա անում։ Օրենք ընդունեցին, մի ամբողջ օրենք կառավարությունում քննարկվելով, ազգային ժողովում քննարկելով, կանայք կամավոր հիմունքներով գնան պարտադիր ժամկետային զինծառայության։ Օրենք ընդունելուց հետո մարդ չեն կարողացել գտնել, 0 դիմում ա եղել այդ ծրագրով բանակում ծառայության անցնելու։ Եվ գնացեք գտել են մի աղջկա Մելինե Ենոքյանին, ով մինչ այդ 2 անգամ դիմել է Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիա ընդունվելու համար, չի ընդունվել առողջական խնդիրների պատճառով, ծառայությանը ոչ պիտանի լինելու հանգամանքով, եւ ահա այդ աղջկան վերցրել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, որպեսզի ցուցադրական շոու կազմակերպեն։ Բանակի օրը օպերայի բալետի թատրոնում երթման արարողություն եւ երթման արարողությունից անմիջապես հետո պարգևատրում վարչապետի հուշամեդալով։ Իսկ սխրանքներ գործեց։ Եվ ինչի է համար դա անում։ Ծառայություն, ընդամենը 6 ամսվա ծառայություն, որից հետո պետք է արձակվի ծառայությունից 1 միլիոն դրամ ծառայողական պատվովճարով։ 1 միլիոն դրամը բաժանած 6 ամսին հավասարվում է այն գումարի չափը, որը պետությունը որպես կանոն վճարում է սովորական պայմանագրային տղամարդ զինծառայողներին իրենց ծառայությունը իրականացնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այս չարորակները փոքրամասնությունն են կազմում, չնչին մասն են կազմում մեր հասարակության։ Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմում չի կարող լինել հարգանքի, սիրո եւ ուշադրության արժանի որևէ կին, ով որ հայտնվել է այնտեղ, նա արդեն դասակարգված է թշնամական խմբում։ Մեր թշնամիների մեջ էլ կան կանայք։ Իլհամ Ալիևի կինն էլ է կին։ Ի վերջո շատ ժողովուրդների, պետությունների պատմության մեջ էլ կան շատ դաժան կանայք։ Նույնիսկ Չաուշեսկու կինը, Հիտլերի կինը։ Ինչա, նրանք պետք է ուշադրության ու հարգանքի արժանանան։ Ոչ։ Կան մայրեր, ովքեր ծնում, ստեղծում են ընտանիքներ, դաստիարակում են իրենց զավակներին, եւ կան մայրեր, ովքեր սպանում են իրենց զավակներին։ Կան մայրեր, ովքեր հասկանում են, թե
հանուն ինչի եւ ինչ սխրանքներով են նահատակվել իրենց զավակները։ Ցավոք սրտի կան մայրեր, ովքեր չունեն այդ գիտակցումը եւ պատրաստ են ոչ միայն ներել, այլ իրենց հարկի տակ ընդունել իրենց զավակների մահվան պատասխանատուներին ու մեղավորներին։ Ես մարտի 8-ի խորհրդով մարտի 7-ի այս եթերում մի նպատակ ունեի՝ առանձնացնել մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին եւ աղջիկներին հայ ժողովրդի թշնամիներից, հայ ժողովրդի դավաճաններից եւ նրանց ծառայող չարորակ միավորներից եւ գոյակցություններից։ Եվ մեր սիրելի կանանց մարտի 8-ի տոնի խորհրդով ես ուզում եմ շնորհավորել Պարուր Սևակի գեղեցիկ խոսքերով. մեր հին գինով եւս մի հին ու նոր կենաց։ Խմենք կենաց նավատարին բոլոր կանանց, որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց նույնքան ցավով խելքի գալիս եւ տարբերում մամուռ, կանաչ, էժան ու թանկ, սեր ու դյութանք։ Եկեք փութանք, որ չսպառնա նրանց սիրուն ոչ մի վտանգ, եւ հավատանք, որ մեր կյանքում բախտի նման նրանց գտանք։ Շնորհավորում եմ սիրելի կանանց, մայրերին, քույրերին, աղջիկներին վաղվա նրանց տոնի առիթով եւ առանձնացնում եմ նրանց չարորակներից։ Շնորհակալություն։